Ֆիզիկական ծոմապահություն։ Ես ուժեղ եմ, որովհետև երբ ծոմ եմ պահում, խնջույք եմ անում իմ թագավորի հետ։ Հակոբոս 4:7-ում ասում է. «Արդ հնազանդվեք Աստծուն, հակառակ կացեք սատանային, և նա կփախչի ձեզանից»։ Ծոմը հոգու ծանրության թեթևացման միջոց է։ Հոգևոր ծոմն երբ հրաժարվում եք որևէ մտքից, գործողությունից կամ սովորությունից։ Ֆիզիկական ծոմը կերակուրից հրաժարվելն է Աստծուն փնտրելու նպատակով։ Ինչով է ծոմը տարբերվում սննդակարգի հետևելուց։ Սննդակարգը փոխում է ձեր տեսքը, իսկ ծոմը այն, թե ինչպես եք դուք տեսնում։ Մեկը փոխում է կշռաքարը, մյուսը հեռացնում է աչքակալը ձեր աչքից։ Ծոմը արտահայտում է մեր հնազանդությունն Աստծուն։ Երբ կանգ ենք առնում, ծնկի իջնում և անձնատուր լինում Աստծուն, թշնամին սարսափում է և փախչում։ Երբ դադարում եք սնվելուց, զարգացնում է քաղցը և ծարավը, զգայունությունը այն ամենի նկատմամբ, ինչը վերաբերվում է Աստծուն։ Մեր հակումները փոխվում են, երբ սնվում ենք Աստծո խոսքով և հիշում նրա բարությունն ու սերը։ Ծոմը բարձրացնում է մեր զգայունությունը, որը նպաստում է, որ մեր սիրտը փափկի։ Եթե առաջին անգամ եք ծոմ պահում, սկսեք առողջարար բաներից, օրինակ հրաժարվեք անառողջ սննդից, ինչպիսիք են սպիտակ ալյուրը և շաքարը։ Կարող եք կարդալ Դանիելի ծոմը կամ կարող եք հրաժարվել ճաշից։ Եթե պատրաստվում եք ծոմ պահել միայն ջրով և ունեք առողջական խնդիրներ կամ դեղ եք խմում, նախ խորհրդակցեք բժշկի հետ։ Ծոմն այն է, երբ մերժում եք ձեր մարմինը։ Դա ֆիզիկական անհարմարություն է պատճառում, բայց հոգևոր իմաստով սա տոնի է վերածվում և ուրախության ժամանակ է։ Երբ պատվեք Թագավորին, նա կպատվի ձեզ իր ներկայությամբ։ Ծոմը սուրբ արտոնություն է, ոչ թե պատիժ։ Գիտակցեք, որ կյանքի ու մահվան հարց է, դուք վերջ եք դնում ստրկությանը։ Անիմաստ է հրաժարվել սննդից, եթե անձնատուր չեք լինում Աստծուն։ Անջատեք հեռախոսը, համակարգիչը և հեռուստացույցը, միացրեք փառաբանություն և երկրպագություն։ Սա շաբաթի ժամանակ է։ Մի զբաղվեք այլ բաներով, հանգստացեք, մոտեցեք նրան, կարդացեք խոսքը, այդ թվում Եսթերի գիրքը կամ քրիստոնեական այլ գրքեր, որոնք ծոմապահություն կոչ են անում։ Ծոմի ժամանակ դուք զորացնում եք ձեր հոգին։ Պահեք աղոթքի խնդրանքների օրագիր այս ժամանակի համար։ Բաց և ազնիվ եղեք Հոր հետ և գրի առեք այն, ինչ նա ցույց է տալիս Սուրբ Գրքի և աղոթքի միջոցով։ Տեր Աստված, երբ ծոմ պահեմ, մոտեցիր ինձ, փոխիր իմ հակումները և տուր ինձ ծարավ քո հանդեպ։ Ես կլռեմ, հավատալով, որ դու կխոսես։ Ավելացրու իմ զգայունությունը և ցույց տուր այն բաները, որոնք բթացրել են ինձ։ Սա սիրո ժամանակ է, և ես հավատում եմ, որ նա կտա ձեզ կենդանի ջուր և սնունդ։ Բաց և ազնիվ եղեք Հոր հետ և գրի առեք այն, ինչ նա ցույց է տալիս աղոթքի միջոցով։